Աշխատում եմ դաշտում։ Իմի, ասենք, իմ թոշակի գալու ժամանակն է։ Ինչի չեն հաշվում, եթե ես դաշտում աշխատում եմ, որպես ստաժ։ Ասում են դու պետք է մինչև 65-ը լրանա, որ նոր եթաս խոսքի ծերության թոշակի։ Իսկ եթե գյուղացին աշխատում է, հող են տվել, ես դրա հողի հարկ եմ տալիս, առաջ հաշվում էին։ Իմի այս կառավարության ժամանակ ոնց որ հանեցին, էլի չեն հաշվում։ Այդ ամենաառաջին բաներից է, որ մենք անելու ենք։ Այսօր գյուղացին ուր գնա աշխատի, եթե հող ես տվել, ես զբաղվում եմ հողագործությամբ Հակառակը ավելի շատ կտի քաջալերի։ Բա իհարկե, բա դու ինչի չես հաշվում ստաժ, ես հունվար, փետրվարից աշխատում եմ մինչև դեկտեմբեր ամիս, ու չի հաշվում իմ համար ստաժ։ Ես կարամ դրա հետ ասենք ուրիշ տեղ եթե մտնեմ, ինչ որ մի հիմնարկություն աշխատեմ, որ ինձ Հիմա չէ։ Իհարկե չեմ կարա ցավը տանեմ, ես համ հող մշակեմ, համ այդ համ գիշերներ սմենով ինչ որ միտեղ աշխատեմ, որ իմ համար ստաժ աշխատեմ։ Ձեր Ժորժան, ձեր ամենօրյա աշխատանքը հողի հետ որ աշխատում եք, բերքի հետ, մենք օրենսդրությունը փոխելու ենք ու դա հաշվելու է ստաժի մասը։ Որպեսզի հետո հաշվարկվի թոշակի մեջ, ուրիշ հարցերի դեպքում, որպես ստաժ հիմք ընդունվի, ասենք օրինակ 5 տարի բերք մշակեցիք, չարչարվեցիք, 5 տարի հետո ուզում եք փոխել գնալ ուրիշ տեղ աշխատանքի, թռչնա ֆաբրիկա, չգիտեմ ուր, ինքը պետք է հիմք ընդունվի որպես ստաժ։ Իհարկե։ Եվ հաշվարկվի։ Սա եւ արդար է, որ մարդու աշխատանքի չարչարանք են հալալ քրտինքի նկատմամբ, չես թողում որ կորի։ Եվ ճիշտ է տես։ Ու երբ ես նախորդ իմ գործունեությամբ աշխատում էի մարդկանց հետ, ուրեմն սա ամենագլխավոր խնդիրներից էր։ Ու ամենագլխավորներից էր, որ միշտ չէր լուծվում։ Մարդը գնում էր այս պետական մարմնի դուռը, նրա դուռը։ Հա, ծանոթ պետք է գցեիր, որ ինչ որ մի բանվորության համար այդ հայր մտներ։ Բայց գիտեք ինչ անում, պինգ-պոնգի կներեք այդ բառը, որ գնդակի պես, պինգ-պոնգի գնդակի պես։ Գցում են այս մարմնի դուռը, այն մարմնի, վերջում էլ անունը դնում են, ասում են տեսա կլաուստը կապում։ Այդ մարդն է զսպում, ասում է թո թքած։ Ձեր այս ստաժի կոպեկներ, որ պետք է տակ, ես չեմ ուզում ոչ մի բան։ Ու կամ թողում է, հեռանում է երկրից, կամ էլ ուղղակի քաշվում է, գալիս է իր գործերով անգլուխ։ Այն նման բանը մենք պետք է վերացնենք։